Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք փաստաբան ԴՕԿ կուսակցության գլխավոր շտաբի ղեկավար Լևոն Բաղդասարյանի հետ։ Պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես ևս շնորհակալ եմ։ Պարոն Բաղդասարյան, Վարդան Ղուկասյանի դատավարությունը արդեն 2 տարուց ավել ընթանում է, ընդ որում 2 փուլով, գիտենք Հայաստանում, այս պահի դրությամբ էլ Վարդան Ղուկասյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է միգրացիոն բանտում, կցանկանամ ավելի փոքր խոսենք այս Ամերիկայում կատարվող դատավարության մասին։ Ի վերջո, ինչ զարգացումներ կան այս մասով, ինչու այսքան դատավարությունը երկար ընթանում եւ մեղադրանքի հետ կապված մի փոքր կցանկանամ մանրամասներ ներկայացնել։ Ճիշտ նկատեցիք, Միացյալ Նահանգների միգրացիոն բանտում է գտնվում պարոն Ղուկասյանը եւ կրկին ճիշտ նկատեցիք, բավականին տևական ժամանակ է, որ այդ process-ը Միացյալ Նահանգներում գնում է։ Որպես կանոն միգրացիոն գործերը տևում են 1 շաբաթ, 1 ամիս, 40 օր մինուս պլյուսով, բայց Վարդան Ղուկասյանի գործը արդեն շուրջ 8 ամիս է քննվում է։ Այ ինչու։ Տեղեկացնեմ, որ ըստ էության վերջնական դատական ակտ է եղել է, վերջնական դատական ակտով դատանը արգելել է, որպեսզի արտաքսվի արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն, միևնույն ժամանակ դատանը գտել է, որ Միացյալ Նահանգներում ևս պետքա չգտնվի Վարդան Ղուկասյանը եւ պետքա Միացյալ Նահանգները լքի։ Օրենքով սահմանված կարգով դատական ակտը բողոքարկվել է վերադասացիան եւ առաջիկայում լիահույս եմ, որ դատանը իր բողոքարկման հետ կապված իր օբյեկտիվ գնահատականը կտա։ Ինչու հարցին կդժվարանամ պատասխանեմ, Միացյալ Նահանգներում ևս իմ գործընկերները, լոյերները ևս տարակուսած են, որ միգրացիոն գործերը այսքան երկար պետքա չձգվեր, միգուցե այստեղ կա նաև քաղաքականություն, այդ հարցի պատասխանը թողեմ քաղաքագետներին։ Փաստը նա է, արձանագրենք, որ 8 ամսից ավել է Վարդան Ղուկասյանը գտնվում է միգրացիոն բանտում եւ ավելին ասեմ, Վարդան Ղուկասյանը կաշկանդված չէ ցանկացած պահի դուրս գալու միգրացիոն բանտից եւ գնալու երրորդ երկիր, եկեք արձանագրենք, որ դա վարչական կալանք է, քրեական գործով նախատեսված կալանք չէ, եւ պարոն Ղուկասյանը կարծում է մինչեւ տարվա վերջ իր որոշումը կկայացնի։ Տարբերակ առաջին կներեք կամ կմնա Միացյալ Նահանգներում խափանման միջոցը կփոխվի դուրս կգա, տարբերակ երկրորդ կգնա երրորդ երկիր։ Նաև ավելացնեմ, որ այսօր որոշ երկրներ պարոն Ղուկասյանին առաջարկել են, այսպես ասած, մեսիջով հատուկ վիզայի կարգավիճակ։ Որ երկրներ։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե անձը կեցություն է ցանկանում վերցնել քաղաքական ապաստան է ցանկանում վերցնել X երկրում, դա պետքա գնա X երկիր եւ խնդրի առաջարկի, որպեսզի իրեն տրամադրեն այդ քաղաքական ապաստանը։ Ի տարբերություն այդ դասական մոդելի Վարդան Ղուկասյանին երրորդ որոշ երկրներ առաջարկել են հատուկ վիզայի կարգավիճակ, այսինքն մինչև երկիրը հասնելը արդեն առաջարկում են անձի անվտանգությունը եւ մնացած բոլոր կոմֆորտը։ Ինչ վերաբերում է թե որ երկրներն այս պահին ձեռնպատ կմնան, երբ պարոն Ղուկասյանը կորոշի, որ գնալի է կոնկրետ տվյալ երկիրը, դրա մասին կիրազեկ եմ անպայման։ Պարոն Բաղդասարյան, ի վերջո սա իսկապես էսպես իրավական process է, մեղադրանքներ, թե քաղաքական կոմպոնենտ ճնշումներ։ Այստեղ ես տեսնում եմ քաղաքական մոտեցում, որտեվ նայեք Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինը իրենց գլխավոր դատախազության մոտ 2 տարի առաջ էր դիմել Միացյալ Նահանգներին ներկայացնելով առերևույթ փաստեր, որի ուժով խնդրել էր որպեսզի արտահանձնեն Հայաստանին եւ 2 տարի անց միայն Միացյալ Նահանգները որոշեց, որ պետքա քննի, թե ինչու՞մն էր պատճառը 2 տարի անց պետք էր այդ քեսը, այսպես ասած, վերցնել, դնել միգրացիոն գործի հետ եւ քննել, դա կդժվարանամ ես ասեմ, բայց այստեղ ես իրականում քաղաքականություն տեսնում եմ։ Նաեւ արձանագրենք, որ այդ քաղաքականության արդյունքում ի վերջո Միացյալ Նահանգների դատանը գտավ, որ այն պահանջը, խնդրանքը, որ կա Հայաստանի Հանրապետության, պետքա մերժվի եւ մերժեց արտահանձնելը։ Դե տակը ինչ քաղաքականություն կարող ենք տեսնել, թողնենք քաղաքական վերլուծաբաններին։
Պարոն Բաղդասարյան, մենք այսօր տեսնում ենք, որ այդ իրավիճակում գտնվելով կալանավայրում Վարդան Ղուկասյանը բարբերաբար ուղերձներ է հղում, հարցազրույցներ է տալիս։ Այ ինչ միջոցներով հաջողվում այդ կապը հաստատել։ Ես շատ հետաքրքիր հարց տվեցիք, ինչպես քիչ առաջ նշեցի, դա միգրացիոն բանտ է, միգրացիոն բանտ Իրանից ներկայացնում է, որ մարդիկ պետքա գան մի քանի օր մնան այդ բանտում եւ դատանը պետքա որոշի մնում են Միացյալ Նահանգներում, թե արտաքսում են այլ երկիր։ Եվ բնականաբար բանտի պայմանները եւս այդպիսին են եղել։ Մի բան է, երբ անձը կալանք է կրում քրեական գործով բանտում եւ գիտի, որ մի տարի, 2 տարի, 3 տարի պետքա մնա, բանտի պայմաններ այլ են լինում, ավելի կոմֆորտներ են լինում։ Մի բան է, երբ վարչական կալանքի տակ է անձը եւ այնտեղ բանտի պայմանները լրիվ այլ են լինում։ Մասնավորապես, եթե քրեական գործով անձը կալանք է կրում եւ այնտեղ, այսպես ասած, պրագուլկա է կոչվում, զբոսանք հասկացողությունը կա, այս բանտում չի եղել։ Եվ ի պատիվ Վարդան Ղուկասյանի այդ ըմբոս տեսակի այսօր այդ բանտում երկու անգամ զբոսանք են արդեն տանում։ Դա այն պայքարի արդյունքներ, որը ըմբոստացավ Վարդան Ղուկասյանը, եւ այսօր այդ բանտում ոչ միայն նրան, այլ մնացած վարչական կալանք կրող անձանց տանում են երկու անգամ զբոսանքի։ Ինչ վերաբերում է հաղորդակցվելուն, ապա օրենքով սահմանված կարգով այդ բանը տրված է բացառապես Վարդան Ղուկասյանին եւ նա շփումներում ազատ է իրավաբանների, փաստաբանների հետ եւ նաեւ ունի իրավունք հարցազրույցներ տալու լրագրողներին, հայտարարություններ անելու, ինչը որ օգտվում է իրավունքից եւ իրականացնում է։ Պարոն Բաղդասարյան, նաև կցանկանամ խոսեք այնտեղ պահման պայմանների մասին, քանի որ կոնկրետ Հայաստանում այստեղ շատ է այդ խնդիրը առաջանում, կոնկրետ որ քաղաքական նպատակով են հատկապես երբ որ անձին կալանավորում, այնտեղ մի փոքր այլ են, ավելի շատ ճնշումներ, պահման պայմաններն են, բայց այս դեպքում ինչպիսին են պահման պայմանների հետ կապված ես ասեցի միտքս շարունակեմ, քանի որ ինքը այդ բանտի վարչական կալանք կրող անձանց համար պայմանները ավելի վատ են մի քանի անգամ, քան թե այն բանտային պայմանները, ովքեր երկար ազատազրկում են կրում, այսպես ասած, անձիկ, եւ դրա հետ կապված որոշակի գրագրություն կատարվեց եւ պայմանները փոխվեցին։ Ասել, որ պայմանները իդեալական են, նշանակում է ոչ մի բան չասել, բայց պայմանները տանելի են, ավելին ասեմ, այնքանով որքանով Վարդան Ղուկասյանը ցանկացած պայ իրավունք ունի դուրս գալու այդ վարչական կալանքից եւ տեղափոխվելու երրորդ երկիր, ես որպես իրավապաշտպան առաջարկել եմ, որպեսզի Վարդան Ղուկասյանը օգտվի այդ իրավունքից եւ մեկ օր շուտ դուրս գա։ Կաշկանդված չի հենց վաղը դուրս գալու։ Ուղղակի վերջնական որոշումը Վարդան Ղուկասյանինն է եւ նա որոշել է հասնել նաեւ նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս թույլտվություն տա այդտեղ մնալու, որից հետո ինքը կորոշի, թե որ երկիր պետքա գնա։ Դա անձի ցանկությունն է, ես չեմ կիսում նման որոշումը, որովհետեւ ազատազրկումը դա կոմֆորտային բան չի, վերջինաշով սահմանափակված է մարդու ազատությունը, իսկ անձի ազատությունը, ազատ տեղաշարժվել իրավունքը, դա ըստ էության բնական իրավունքի նորմա եւ նման սահմանափակումը կարծում եմ այդպես բացաբար ազդում, ինչպես անձի, նաեւ նրա առողջության վրա։ Տվյալ դեպքում Վարդան Ղուկասյանի իրավունքն ամփոփել միտքս եւ ես ավելի քան լիահույս եմ, որ որոշումը կկայացնի վերջնական, գոնե մինչեւ տարվա վերջը իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա այդ վարչական կալանքից։ Պարոն Բաղդասարյան, իսկ այդ դատական process-ի այս հանգուցալուծումը ինչպես է պատկերացնում, ինչ ժամկետում ու ի վերջո երբ կլինի ազատության մեջ ըստ ինչ ժամկետում։ Մենք հաճախ ենք խոսում, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը բավականին երկար է տևում, դրանով քիչ է տարբերվում նաև Միացյալ Նահանգների դատանը, կոնկրետ վարչական кейսերով, որպես կանոն վերաքննիչ փուլը տևում է բողոքարկման փուլը նկատի ունեմ, տևում է մոտավորապես կես տարուց սկսած մինչև տարի կես, 2 տարի։ Բայց այնքանով որքանով ինչպես մեր ներպետական օրենքով նաև Միացյալ Նահանգների օրենքներով իրավունք է վերապահում մինչև վերջնական դատական ակտի քննությունը կամ բողոքարկման վերջնական ավարտը, իրավունք է վերապահում կիրառելու խափանման միջոց, այսինքն կալանքը կարա փոխարինվի այլ ալտերնատիվ միջոցով։
ինչը որ չի բացառում Վարդան Ղուկասյանի նկատմամբ նաև Այսինքն խափանման միջոցի փոփոխությունը։ Այո, ոնց որ մեր մոտ, ասենք, կա խափանման միջոցի տարբեր տեսակներ, նույնը ավելի գեղարվեստական ձևով գործում է Միացյալ Նահանգներում։ Ձեր արդի պատասխանը կարծում եմ սպառիչ տվեց։ Պարոն Բաղդասարյան, մի փոքր արդեն այսպես իրավականից անցում քաղաքական, հա, այս process-ներին, իսկ թվում է այս տեսակետը կկիսեք, որ կոնկրետ հայ հանրության նկատի ունեմ։ Լեսարանի բաժանվում է երկու խմբի, մի մաս, որ այսպես ակտիվ հետևում է, հա, Վարդան Ղուկասյանին, լսում է նրա ուղերձները, ավելին անգամ մի կոչի դեպքում այսպես հավաքվում են, մի մասի համար էլ շատ դեպքերում խոսույթը, բառապաշարը անընդունել են։ Այ այս մասով ինչ կասեք, երբևէ զրույցների ընթացքում, քանի որ դուք նաև կուսակցության գլխավոր շտաբի ղեկավարն եք, այս մասով ինչ որ քննարկում, նախապատվություններ։ Շատ լավ։ Ուրեմն նախարարցանագրեմ, որ անկախ իր վիճակից, կարգավիճակից, ազատության մեջ չի, խոսույթը անձ ունի բավականին բարձր ռեյտինգ։ Սա ոչ թե ես եմ ասում, այլ արձանագրվում են տարբեր սոցհարցումներով, նաև միջազգային սոցհարցումներով, թողներվի, բայց շատ քաղաքական կուսակցությունների ամբողջ ռեյտինգը գումարած իրար ավելի նվազա, որոշ, չեմ ուզում ասեմ բոլորը, ավելի նվազա, քան թե Վարդան Ղուկասյանի ռեյտինգը։ Դա փաստ է, դա հանրայդ փաստ է, ցանկացած անկախ դիտորդ կարա այդ սոցհարցումները պատվիրի եւ արդյունքը տեսնի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ անձի բարձր ռեյտինգը կապված է իր որոշակի գործառույթներից։ Այո, բազմիցս ինքս եմ ես բարձրաձայնել, որ հայախառն խոսույթը դա ուղղակի անընդունելի է։ Միանշանակ։ Ուղղակի տարբերություն այլ անձանց հայախառն խոսույթների Վարդան Ղուկասյանի գործառույթը ինչպես էր։ Նա ուներ ընդհանրապես մի հատ համակարգիչի դիմացը նստում էր եւ անում էր հայտարարություն, որ այսինչ պետական լիազոր մարմին, այսինչ անձը կատարել է այսինչ հանցագործությունը, տվյալները փոխանցում էր, ամեն ինչ ասում էր։ Այս շատ հաճախ ներողություն, դա էլ է քննարկվում, թե ինչպես է ինֆորմացիան այդպես շուտ հասնում։ Եկեք չմոռանանք, որ Վարդան Ղուկասյանը օպերատիվ աշխատող է եղել եւ իր այդ աշխատած անձիկ ասում են, որ Հայաստանի լավագույն օպերատիվնիկներից մեկն է եղել, թեմա ինչպես էր հասնում, այդ հարցը երևի հետագայում, եթե կցանկանա, ինքը այդ հարցի պատասխանը կտա, որպես կանոն օպերատիվ տեղեկությունը դա գաղտնի տեղեկություն է եւ բարձրաձայնելու չի բարձրաձայնում, մեղմ ասած։ Եվ դրանից հետո ասում էր, որ պետքա այս գործողությունները կատարվի։ Դրանից հետո գնում էր հայախառն բառապաշարը, ինչը ինձ համար ասում եմ անընդունելի է։ Հիմա անձ եթե չունի իշխանություն, բայց բարձրաձայնում է առերևույթ խախտումների, առերևույթ անօրինականությունների հետ կապված, անձի հաջորդ քայլը տվյալ դեպքում Վարդան Ղուկասյանի եղել այդ հայախառն բառապաշարը, որպեսզի այդ խնդիրը դառնա լուծելի։ Հետագայում, եթե պայմանական անձ ունենալի է իշխանություն, բնականաբար առաջին ինքը պետք է պայքարի նման խոսույթի դեմ։ Գիտեք ոնց է, պայմանական ես չեմ վերցնում այսօրվա իշխանությունը, նախկինը կամ վաղվանը, եթե կա խնդիր պետության մեջ, պետական լիազոր մարմինների աշխատանքում, շատ հաճախ անձը իրան բռնում են գիտակցության, որ ինքը բավականին անզոր է։ Ես Վարդան Ղուկասյանի նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ օրինապաշտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով տարիներ շարունակ փորձում է խախտված իրավունքը վերականգնելու։ Ցավոք որպես իրավապաշտպան եմ արձանագրում, դրանք բազմաթիվ են, դրանք քրոնիկ են։ Դե այստեղ գալիս է անվստահության հարցը իրավապահների նկատմամբ, իրավական կառույցների, հանրության եւ իրավապահների։ Գիտեք, այստեղ միայն իրավապահների խնդիրը չի։ Իրավապահների հետ կապված իրավապահները դրանք պետության դեմքն են եւ ես փորձեմ օբյեկտիվ իմ կարծիքը հայտնեմ, հա, լինելով պետության դեմքը գլխավոր պլան պետք է մղեն, որ բացառապես պաշտպանեն օրինապաշտ քաղաքացուից քանցագործի համար իրանք պետք է սարսափ լինեն։ Ցավոք այսօր այդ մակարդակը չկա։ Եվ երկրորդը, ես չեմ ընդունում այն խոսույթը, որ քաղաքացիները միգուցե նաև ավելի բարձր իրավագիտակցություն ունեն, քան թե ասենք այն ոստիկանը, որ 6 ամսվա կուրսը անցե, բացառապես չեմ ընդունում փողոցում դնելը եւ կոպիտ ասած փչացնելը իրավապահին։ Բայց դա քո
քո երկրի այսպես ասած դեմքն է, եւ եթե քո գիտակցությունը մի քիչ ավելի շատ է, այն ստորացման եղանակը առերուտ որ արվում է, այն փչացման եղանակը դա եւս անընդունելի է։ Այսինքն արձանագրում ենք իրավապահ համակարգը այսօր իր տեղում դերում չի ինչի, որովհետեւ քաղաքացին իրան չի զգում անվտանգ։ Այսօր քաղաքացին խի է իր խնդիրները լուծելու համար գնում փողոց, դիմում փողոցի, նո ասենք հեղինակային մարդուն ավտորիտետին, որովհետեւ դիմելով պետական մարմիններին, այդ թվում դատարաններին, նա սպասելիքները չեն արդարացնում։ Ոչ միայն սպասելիքները չեն արդարացնում, այլ կարող է մի քանի սերունդ տեղափոխվի այդ խնդիրների լուծումը։ Տեսեք, այսօր դատարանում գործեր ունենք 10+ տարի է, որ իմաստնել է արդեն կորում։ Հա, ու նման դեպքում շատ հաճախ ասում են, որ հայերը բանա սիրում են դիմել փողոցին, ոչ։ Հայերը սիրում են ամենաօրինապաշտ մարդկանցից մեկն են համարում, այդ տեսեք դրսում հայերը սանդղակով որ նայենք, ինչքան օրինապաշտ են, քան ստեն այլազգիները։ Քանի որ խնդիրը չի լուծվում պետական մարմիններում, մարդը ինչ է, մարդը ընդունակ է եւ հայելու, մարդը ընդունակ է եւ դիմադրության իրավունքի ուժով այլ գործողություններ անելու։ Ցավալի այսօրվա փաստը դա է։ Այսօր պետական միայն իրավապահների մասին խոսքը չի։ Պետական լիազոր մարմինները այսօր մեղմ ասած անգործությամբ են զբաղված։ Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Անձը աշխատել է առանձնապես ծանր այդ արտադրամասում։ Ու բնականաբար հատուկ թոշակի է ենթակա ինքը եւ աշխատելուց հետո բնականաբար դիմում է լիազոր մարմնին, որպեսզի թոշակավորեն եւ 1.5 տարի անձը չի թոշակարում։ Գիտեք պատճառը որն է։ Այդ հիմնարկը ժամանակին եղել է պետական, հետո վաճառվել է, հետո երրորդ անձիա վաճառվել, ասում են գնա այդ թղթերը սա հավաքի։ Մի մասը արխիվում է, արխիվն էլ ասում է վառված է։ Այստեղ արդեն այդ երկար թղթաբանության հարցն է այսօր խնդիրը ինչու՞մն է կայանում, հա։ Այդ մարդը չպետք է հավաքի, դու պետք է հավաքես։ Այդ մարդը բոլորիս համար աշխատել է եւ աշխատել է վրեդնի ցեղում բացառապես գիտակցելով, որ հետագայում ինքը պետք է այդ հատուկ թոշակառումից օգտվի։ Ես տարական պրիմիտիվ օրինակ եմ բերում, բոլոր տեղերում այս բաներին մենք հանդիպում ենք։ Ու դուք պատկերացրեք այդ մարդու կարգավիճակը։ Ուղարկում են արխիվ, ուղարկում են չգիտեմ որտեղ, թուղթ բեր, թուղթ տամ, թուղթ բեր, թուղթ տամ։ Վերջին հաշվով այդ մարդը դիմել է փաստաբանական գրասենյակի եւ պատկերացրեք այդ մարդու սոցիալական վիճակը։ Բան չի ինքը, տենց գումարներ չունի։ Եվ փաստաբանական գրասենյակը փորձում ապացուցի անապացուցելին։ Այստեղ է խնդիրը։ Հիմա ինչի են ասում Վարդան Ղուկասյանի ռեյտինգը բարձր է։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ այս ազգը հայոյանք է սիրում, չարաչար սխալվում է։ Ռեյտինգը բարձր է, որովհետև բարձրաձայնելը բացառապես այդ կարգի հարցեր է։ Եվ հետաքրքիրը գիտեք, որ իր բարձրաձայնելուց հետո շատ գործեր բան են եղել, ընթացք են տրվել եւ լուծվել են։ Այդ դրա համար է ռեյտինգը բարձր։ Այս ազգը ոչ հայոյանք է սիրում, ոչ էլ Վարդան Ղուկասյանն է ուզում, ոչ էլ Պողոս Պետրոսյանն է ուզում։ Այս ազգի օրինապաշտ քաղաքացին ընդամենը ցանկանում է օրինապաշտ ապրի։ Ցանկանում է մեջքին զգա պետության հովանավորությունը, ինչը որ ցավոք սրտի չկա։ Ես ասում եմ ցավոք սրտի չկա, ոչ թե նկատում եմ բացառապես այս իշխանությունը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ցավոք սրտի մենք ունենք այն վիճակը, ինչ որ ունենք այսօր։ Ցավալի բան է։ Եվ դրա համար ինչ անհրաժեշտ։ Դրա համար անհրաժեշտ է մարդ, սանիտար, ով որ գալի է այս խնդիրը տեղնակցելու։ Այդ մեխանիզմը տեղեկացել ո՞նց եք պատկերացնում, քանի որ դուք էլ ինչպես նշեցիք, խնդիրը մեկ օրվա չէ, երկու ամսվա չէ, մի ամսվա չէ, գալիս է տարիներ շարունակ։ Խնդիրը գցելու շատ པարզ մեխանիզմ կա, որը կոչվում է օրենքի դիկտատուրա։ Օրենքի դիկտատուրան ինչ է ենթադրում։ Օրենքի դիկտատուրան ենթադրում է իրանից, որ տվյալ անձը, բարձր դրի անձը պետք է սկսի իրանից եւ վերջացնի վերջին, շարքային, ասենք, մշակով, հա։ Գիտեք, սա բան է, նորություն չի, նոր հեծանիվ չեմ հայտնագործում։ Գիտեք, Սինգապուրում այսօր լավագույն երկրների առաջին եռյակում է։ 1000 ներողություն մարդը գնում էր փողոցով միզում էր։ Դա ընդունված կարգ էր։ Դուք պատկերացրեք ինչ կարգավիճակ ունեցել տեյ քաղաքացին։ Օրենքի դիկտատուրայի ուժով այսօր ընդեի ամենաօրինապաշտ քաղաքացին է աշխարհի մակարդակով դրած։ Ինչ, մենք հայերս որ տենց հելնում տարփողում ենք, ասում ենք առաջի քրիստոնյա ազգն ենք, ունակ ընդունակ չենք այդ անելու։ Ունակ ընդունակ ենք անելու։ Ուղղակի դա պետք է լինի բոլորի համար հավասար։ Եթե երկրի առաջի դեմքը սկսում է Իրանից, դա բնականաբար տարածվում է բոլորը, իսկ այն չլսող կոնտինգենտը անձը ենթարկվում է խիստ պատասխանատվության։ Միացյալ Նահանգների օրինակ հետ գնանք 400-500 տարի առաջ, աշխարհի ամենահանցագործ երկիրն էր,
Եվրոպայում, երբ Անգլիայում դատում էին մարդուն ուղարկում էին Ամերիկա, աքսորում են, ասում են ինձ գնդակարեք, ջենտլմեն, ասում են ինձ գնդակարեք, չգնամ այդ ոչ եմ այդ վատ երկիրը։ Նայեք այդ երկիրը օրենքի դիկտատուրայով, իրավունքի ուժով այսօր դարել է երկիր գոնե իրավական հարցության վրա, ես վստահաբար կարող եմ ասել, մարդը պաշտպանված է։ Նեգատիվ բայերը թողենք մի կողմ։ Պարոն Բաղդասարյան, նույն այդ ձեր օրինակով շատ հաճախ էսպես են ասում, որ նույն անձը կարող է այստեղ Հայաստանի ներսում ավելի ազատ լինել, օրենքները շրջանցել չի ենթարկվել, բայց այ երբ որ գնում են դուրս, այդպես ավելի օրինապահ են դառնում, հետևում են օրենքներին։ Շատ ճիշտ եք նկատել։ Հայ ազգը ստատիստիկ տվյալներով ամենաօրինապաշտ քաղաքացիների թվերից մեկն է դասում, ասենք պայմանական առաջի տասնյակում։ Սկսած երբ տուրիստ է գնում այլ երկիր, սկսած երբ ինչ-ինչ պատճառներ գնում այլ երկրում ապրում, հա։ Պատճառը նա է, որ Հայաստանում այսօր օրենքը չի գործում հավասար բոլորի համար։ Գործող վարչապետը հայտարարեց վերջ զորբաներին, դուք նայեք այսօր ովքեր են շրջապատում զորբաների տեսակետից։ Գործող վարչապետը հայտարարեց, որ անօրինական փողոցի արդարադատություն, ընտրովի արդարադատություն չի լինելու, հա, որը իմ երազանքն է որպես իրավապաշտպանի, նայեք, տեսեք որոշ գործերով ինչպիսի բաներ են լինում։ Ինչ է նշանակում, այսօր ավելի շատ կալանավորված անձ կա, քան թե օրինական ուժ ստացած, ասենք դատապարտյալ։ Իդեպ ասում են անգամ շատ հիմնարկներում քրեակատարողական անգամ տեղ չկա այլևս դուք։ Թողենք այդ տեղ լինել չլինելը, հա։ Կալանքը եւ տնային կալանքը դա ծայրահեղ միջոց է, կիրառում են ծայրահեղ դեպքերում։ Մարդու ազատությունը բնական իրավունքի նորմա է եւ շատ ուշադիր պետք է լինի տվյալ անձը, որ խաղում է այդ մարդու ճակատագրի վրա։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ գնում է ընտրովի արդարադատություն։ Չի կարա այդքան շատ կալանք լինի այս փոքր երկրում։ Հա, դրա համար ինչ է անհրաժեշտ։ Դրա համար անհրաժեշտ է, որ ավելին ասեմ, մարդու իրավունքների եվրոպական դատանը տարիներ առաջ, դեռ տարիներ առաջ հատուկ անդրադարձավ Հայաստանի վրա կալանքների հետ կապված։ Չի կարելի մարդուն տանել կալանքի, քանի որ դու այդպես ես ուզում։ Դու ասելով նկատի կարող եմ ունեմ նաև քննիչին, բարոյթ իրականացնող մարմնին, հա։ Նման դեպքում դա պետք է 170 աշյան փոխվի։ Ավելին ասեմ, հայտ է ներկայացրել Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, ընդ որում ասեմ դաշինքով են մասնակցելու, հայտ է ներկայացրել 26-ի ընտրությունների։ Համապետական ընտրությունների մասին է խոսքը։ Կներեք հունիսի 26-ին էր, հա։ Այո։ Ահա։ Դրա մասին է խոսքը համապետական եւ հայտ է ներկայացրել եւ եթե իշխանության է գալու, մոռացեք, որ այս կարգի կալանքներ է լինելու։ Ավելին ասեմ, մոռացեք, որ ինչ որ հաշվեհարդարային բաններ լինի։ Ճիշտ է, Վարդան Ղուկասյանի խոսույթում կա, ասում է, ոնց է ասում, 3 գլխանի հրեշը նկատի ունենալով իշխանություններին սկզբից մինչև հիմա, բայց մոռացեք, որ կարող է հանկարծ ընդդեմ մի հատ փողոցի արդարադատություն լինի։ Պարոն Բաղդասարյան, եթե անգամ նրա մուտքն է, հա, Հայաստան այդպես չի կարող գալ, ո՞նց եք պատկերացնում ընտրություններում ձեր հաղթանակը։ Պատկերացնում եմ անձի ռեյտինգով եւ այն թիմով, որը որ ձևավորվում է եւ գնալու են դաշինքով։ Հենց այդպես եմ պատկերացնում։ Որ ուժերի հետ են դաշինք։ Այ որոշ ժամանակ կգա կներկայացնեմ, որպես շտաբպետ կներկայացնեմ։ Առաջինը ձեզ։ Դեռ չեք ցանկանում։ Հիմա եթե կազմավորված չի, ինչ է ներկայացնում։ Դեռ քննարկումներ այս մասով չկան։ Բայց միանշանակ ասեմ, որ թիմը լինելի է բացառապես պրոֆեսիոնալների եւ նվիրյալների թիմ։ Եվ որպես կանոն խնդիր է դրված Վարդան Ղուկասյանը խնդիր է դրել, որ անգամ ցուցակի մեջ ներգրաված առերևույթ պատգամավորները պետքա բանակ ծառայել լինեն։ Այս սկզբունքը պետքա որդեգրել, բացառիկ դեպքերը թողենք էլի, հա, բայց երբ գիտեք քաղաքական գործիչը պայմանական հելնում խոսում է, որ պետքա, չգիտեմ, Թուրքիան սարքել, Արյան ծով, պետքա գնալ, պետքա պայքարել, պետքա պատերազմել, մեկ է հոպ տենում ես երեխեքը պայմանական չասեմ իմ անուններով երրորդ երկրներում են։ Դա արդար չի, դա ճիշտ չի։ Հայրենիքը բոլորինն է։ Եվ այո, հայրենիքը բոլորինն է լինելու, բոլորինն է եւ բացառապես եւ նախկիններին է, եւ ներկաներին է։ Բայց պետք է այդ արդարության քաղաքացին շատ զգայուն է, գիտեք, ինքը այնքան կարող է չարտահայտվի քաղաքացին։ Նայեք, գյուղի կլուբը քանդած է, գյուղապետը 50,000-անոց մեքենա է քշում պայմանական, պրիմիտիվ օրինակ եմ բերում։ Այդ քաղաքացին, գյուղի ժողովուրդը, այդ քաղաքացին, գյուղապետին երբեք չի հավերելու, որտեղ իր հարևանն է,
իր անկերն է, կարող է մտքի մեջ բան։ Պետության ղեկավարին։ Այդ մարդը հայելու է բարձր դրան ու ճիշտ անելու, որովհետև այդ ձևը։ Հիմա անարդարության սինդրոմը մարդու մոտ առաջանում։ Գիտեք, շատերը այսօր երկրից հայրենիքից հեռացել են, ոչ թե նրա համար, որ հանապազորի հացի խնդիր են լուծել, այլ հեռացել են այդ անարդարության զգացողությունից։ Գիտեք, մարդու տեսակ կա, ինքը չի ցանկանում ոչ հերոս լինի, ոչ էլ գնա փողոցին դիմի, ոչ էլ գնա կառավարության կերակրատ աշտակից օգտվի։ Մարդու տեսակ կա եւ դա օրինապաշտ քաղաքացու տեսակն է։ Բայց մարդը առնչվում է պետական մարմիններից, հիասթափվում է, հուսահատվում է եւ կներեք թքում ու գնում է։ Սա է խնդիրը։ Սա շատ կարևոր լուրջ խնդիր է։ Մենակ խոսելով, ասելով չի, որ հայրենիք եմ սիրում։ Հայրենիք սիրող առաջին ինքը պետքա ծառայել լինի, երկրորդ իր բալիկները, երեխեքը պետքա ծառայել լինեն։ Ու ծառայությունն էլ պետքա լինի արժանապատիվ։ Սրանք իրականում հարցեր են։ Եթե դուք ասում եք ո՞նց եք պատկերացնում, իմ մոտ այն բանի ոչիլի պատմությունն է, ինչ խոսում են, որ ասում են ոչիլի անունն է տալ, իմ մոտ էլ ինչ խոսում են, ասում են օրենքի դիկտատուրա։ Սա աքսիոմատիկ եզրույթ է, աքսիոմատիկ բան է։ Պետք է լինի բոլորի համար հավասար այդ օրենքի դիկտատուրան, շատ կարևոր իրավանորմ է սա։ Չի լինելու հաշվի արդար։ Հիմա ասում են Վարդան Ղուկասյանն եկավ դնելու հաշվի արդար։ Չի ուղղակի չի լինելու հակառակ պարագայում ինքը նմանվելու է նախկիններին, այդ դեպքում էլ ինչի ես դու քո թիմով գալիս։ Եթե չպետք է այդ սանիտարությունը անես եւ սանիտարությունն էլ պետք է լինի բացառապես բանա հաշվի առնել որ մարդը բարձրագույն արժեք է։ Շատ կարևոր բան եմ ասում։ Հիմա շատերի համար միգուցե կթվա թե խոսում է էլի ասենք օդի մեջ։ Ես այդ գործառույթը ժամանակին արել են այսօր արել են Իսրայելը, արել է Իսրայել։ Գիտեք Իսրայելին հող են տվել առանց կոմունիկացիայի։ Հող են տվել առանց կոմունիկացիայի։ Դուք նայեք Հայաստանի տարածքը մենք ինչ ունենք, մեր կոմունիկացիաները, բնական պաշարները, ու այդ մարդիկ հողը սարքել են երկիր հայրենիք։ Ինչ է իրանցից մենք վատ գաղափար ունենք, թե ավելի, չգիտեմ, մշակույթը կամ մեր ուղեղը ստեղծագործական ձիրքը ավելի քիչ է։ Հետևությունս արձանագրումը սա է։ Կներեք, երրորդ անգամ եմ ասում, օրենքի դիկտատուրա իրավունքի գերակայությամբ հավասար բոլորի համար 40 օրում է ամեն ինչ տեղը ընկնելու։ Եվ դրսի երկրի ներկայացուցիչներն էլ հարգելու են քեզի։ Չես հարգում քո քաղաքացուն, բան անարդար մոտեցում ես ցույց տալի։ Բնականաբար նույն ձևի մաթեմատիկական ճշգրտությամբ գնալու է երրորդ երկրում ֆիքսվի թե ով ես դու որպես ղեկավար, որպես պետություն, որպես հայրենիք, որպես երկիր։ Պարոն Բաղդասարյան, քանի որ այսպես շատ հաճախ կուսակցությունները իրենց համար հստակ սահմանագիծ են գծում, շարունակեք այս ընտրությունների հետ կապված, շատերը ասում են, որ մի մասը քաղաքական ուժերի ասում են, որ բացառում ենք իշխող ուժի հետ համագործակցությունը, մի մասն էլ ասում են նախկինների հետ փոխկապակցված ուժերի հետ։ Հիմա դուք այդ ոսկե միջինը մենք ոսկե միջին չունենք, մեր երրորդ ուժը բացառապես այդ դաշինքում դուք չեք տեսնի նախկին ներկա, որովհետև մեր կարծիքով բոլորն է սպառել են իրենց եւ պետքա գան նոր ուժ։ Այսօր շատերն են այդ երրորդ ուժի հայտը ներկայացնում, բայց այդպես ձախողում են, տեսնում ենք։ Շատերի հետ կապված միանշանակ ճիշտ եք, բանա, բայց ես առաջ ասեմ հետեւյալը։ Անձունի բարձր ռեյտինգ եւ այդ ռեյտինգի շուրջը պետք է հավաքվեն բոլոր այն ուժերը, ովքեր իրականում գտնում են, որ նոր բան ունեն ասելու օրենքի դիկտատուրայի։ Բայց այդ ռեյտինգին զուգահեռ, պարոն Բաղդասարյան, ու պետք է ընդունենք, որ նաև հանրության շրջանում ընդունված հակասական կերպար, ես արդեն նշեցի, որ մի կողմը ընդունում է, մի կողմի մոտ որպես հակասական կերպար է ձևավորված։ Յուրաքանչյուր ինքն է իր որոշումը կայացնելու ընտրությունում թե ուզում ընտրի, այստեղ ամենակարևորն է, որ ես վստահ եմ, որ իշխանական ռեսուրսները միշտ օգտագործվել են եւ օգտագործվելու են իշխանական ռեսուրսից զատ գոտկատեղից ներքև այսօրվա իշխանությունը իրավունք չունի հարվածելու։ Հակառակ պարագայում դրա հետևանքները, գլոբալ առումով հետևանքները շատ արագ կզգա եւ իշխանությունը եւ երկիրը։ Բայց վաղաշաբաթ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող ուժը լավ էլ ռեյտինգ ունի։ Ընդ որում ընտրության արդյունքները չեն էլ վիճարկվել։ Ես համամիտ եմ ձեր հետ։ Եվ այն անձիկ, ովքեր ասում են, որ անարդար ընտրություն է գնացել, անգամ եթե գնացել է, էական ազդեցություն չի թողել ընտրությունների արդյունքների վրա։ Ես ճիշտ անմիջապես մեջը չեմ եղել, բայց հետևելով որպես իրավապաշտպան արձանագրում եմ։ Միանշանակ ճիշտ եք։ Գործող իշխանությունը ընտրություններին թող գոտկատեղից ներքև չհարվածի, մասնակցի,
Եվ եթե գործող իշխանությունը հավաքում ավելի շատ քվե, քան թե ցանկացած ուժ, բնականաբար դա պետք է ընդունել ի գիտություն։ Ինքս որպես իրավապաշտպան միշտ դեմ եմ եղել եւ դեմ եմ ընտրություններից զատ այլ գործողություններով իշխանության գալու, որտեղ պրակտիկան ցույց է տվել, որ ընտրություններից զատ երբ գալիս ես իշխանության, երկիրը, չգիտեմ, տասնամյակներ ավելի հետ է անգնում։ Միանշանակ եւ այն խոսույթը, որ ասում են, որ իշխանությունը 5-6 տարի ընտրությունակեղծում, ես դրան համամիտ չեմ։ Իշխանությունը, այո, իր եղածալով այսօր ընտրություններին անցնում է։ Ճիշտ է, օգտագործում է իշխանական ռեսուրս եւ ցանկացած անձել, որ գա իշխանության, ինքը օգտագործելու է իշխանական ռեսուրս, բոլոր բանը օքեյ է, բայց պետքա լինի բոլորի համար հավասար ընտրությունները եւ գոտկատեղից ներքև չարված են, ով ցանկանում է պետքա մասնակցի ընտրությանը։ Եվ եթե դրանից հետո ոնց որ օրեր առաջ վարչապետը ասեց մենք կրել ենք մոտավորապես ձեով, այո, եթե կրում են, ուրեմն ունենք են ինչ որ ունենք։ Այսօր պարոն Բաղդասարյան խոսում են շատ, այսպես Կարմիր թելի նման կուսակցություններ փակելու մասին, ֆինանսավորման հարց են բարձրացնում։ Դուք մտավախություններ չունեք, որ նույն այդ հայ հոյախառն հայտարարությունների համար հնարավոր է նաև ձեր քաղաքական ուժի մասնակցությունը արգելվի ընտրություններին։ Երեք ամեն ինչի ռիսկն էլ կա, քիչ առաջ դա է ասում, գոտկատեղից ցածր հարվածելը դա վտանգավոր է եւ կործանարալնելու ինչպես այդ իշխանության, այնպես էլ երկրի համար։ Ես ոչ թե դրա տակ ասում եմ ինչ-որ սպառնալիքներ կամ չգիտեմ ինչ, այլ զուտ գլոբալ արդյունության վրա։ Երկրին պետքա նորմալ ընտրություններ։ Ավելին, այս իշխանությունը որ եկել է, ես արձանագրում եմ, արելա նորմալ ընտրություններ համեմատած նախկինների կատարած այդ ընտրություններին, բայց դա բավականին քիչ է եւ այո իշխանական ռեսուրսը մաքսիմալ ձևով օգտագործում է իր ռեսուրսը դրա հետ կապված, բայց Մոլդավիայի օրինակով մեկին թույլ տալ, մեկին թույլ չտալը դա ես կարծում եմ լինելի է կործանման վերջի սկիզբը։ Այս երկիրը բանա պետքա գնա ընտրություններով առաջ։ Այսքան։ Ձեզ շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Բաղդասարյան։ Եվ շնորհակալ եմ բաց զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք փաստաբան ԴՕԿ կուսակցության գլխավոր շտաբի ղեկավար Լևոն Բաղդասարյանի հետ։